Ողջույն աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին։ Բարի գալուստ իմ նոր վլոգ, միասին այսօր անցկացնելու ենք հաճելի եւ ջերմ կիրակի։ Թանկագիններս, նախքան այս հաճելի ու ջերմ վլոգը կդիտեք, որը ես մեծ սիրով եմ պատրաստել ձեզ համար, կխնդրեմ մի պահ դադար տալ, իջնել մեկնաբանությունների բաժին, այնտեղ իմ կողմից տեղադրված հղումով անցնել եւ այդ գեղեցկադեմ ու տաղանդավոր երիտասարդի նոր հոլովակին լիքը մեկնաբանություններ թողնել, լայքել ու ոգևորել, որպեսզի այսպիսի տաղանդավոր երաժիշտները կարողանան մեծ ոգևորվածությամբ շարունակեն իրենց գործունեությունը։ Յուրաքանչյուր երիտասարդ եւ ամենակարևորը տաղանդավոր արտիստի համար ձեր թեկուզ փոքրիկ աջակցություն ու ոգևորող խոսքերը մեծ նշանչանքի աղբյուր կարող են դառնալ։ Դե ինչ, գնացեք կատարեք իմ խնդրանքը, իսկ ես ձեզ սիրով սպասում եմ իմ ալիքում, որպեսզի շարունակեք դիտել այս գեղեցիկ եւ էսթետիկ վլոգը։ Դե ինչ, եթե ետ վերադարձակ, ես սիրով պատրաստ եմ շարունակել այս վլոգը։ Հարգելի տիկնայք, եկեք խոստովանենք, շաբաթ կիրակի օրերին, երբ ընտանիքի բոլոր անդամները տանն են, բոլորը հանգստանում են, բացի մեզանից։ Դե քանի որ բոլորը տանն են, հանդես են գալիս ամեն մեկն իր պահանջներով, իսկ մեզ ինչ է մնում անել, սիրով սպասարկել բոլորին։ Այն գիտակցումով, որ առավոտյան շատ շուտ տեղ չունենք շտապելու, մենք մեզ թույլ տվեցինք երկար մնալ արթուն, այդ թվում նաև Վահանին։ Հետևաբար առավոտյան արթնացել ենք շատ ուշ, մոտավորապես 9:30։ Դե դա ինձ համար է շատ ուշ։ Ես սովորաբար 7-ից արդեն արթուն եմ։ Մի անգամից վազում եմ դեպի խոհանոց, առանց իմ թիթիզ-միթիզ խնամքները իրականացնելու եւ սկսում եմ արագ-արագ պատրաստել նախաճաշ, քանի որ տատիկը վաղուց արթուն ինձ էր սպասում, իսկ ես, Անդրանիկն ու Վահանը արդեն իսկ քաղցած արթնացել ենք։ Առաջինը պատրաստում եմ տատիկի համար շիլա սպիտակաձավարով։ Ճիշտ ասեցի, հա։ Մի խոսքով։ Առաջին անգամ եմ պատրաստում, քանի որ ինքս չեմ սիրել եւ չեմ կերել, հետեւաբար Վահանին էլ չեմ տվել, քանի որ հոտնին զամարտահաճ էր։ Այդ պատճառով առիթ չի եղել երբևէ պատրաստելու, բայց տատիկի թանկագին խաթեր համար պատրաստեցի։ Ինչպես տեսնում եք, այն բավականին պինդ է ստացվել, հաջորդ անգամ մի փոքր ավելի նոսր կանեմ։ Սակայն Էմա տատիկը շատ մեծ ախորժակով կերավ, ինձ լիքը գովեց եւ օրհներ։ Հերթը հասավ մեզ։ Մենք տան անդամներով 4-ն ենք, 4-ս էլ տարբեր բաներ ենք նախընտրում՝ եւ նախաճաշին, եւ ճաշին, եւ ընթրիքին։ Եվ այսպես Վահանը ցանկացավ պարզապես տապակած կարտոֆիլ ֆրի, այսպես ասած, Անդրանիկին պատրաստում եմ ձվածեղ, իսկ ես պարզապես ուտեմ աղցան։ Ես անսահման շատ եմ սիրում աղցան, եթե ինձ մնա, ես ամբողջ օրը միայն աղցանով կսնվեմ։ Մեծ սիրով երկար կնստեի սեղանի շուրջ, բայց քանի որ Անդրանիկն այս պահին հեռախոսով քաղաքական լուրեր է լսում, իսկ իմ իմունիտետն այդքան ամուր չէ այդ նորությունները մարսելու համար, հետեւաբար ես նախընտրեցի, մինչ կվերջացնեմ բոլորն իրենց նախաճաշը ու կսրճեն, ես ինձ կարգի կբերեմ։ Կատարում եմ առավոտյան շատ թեթև կնամք ինձ լիարժեք ու հաճելի զգալու համար։ Դասապակա անջատենք։ Ասապակա նոր, ասա հաջող։ Դա անջատե։ Որից հետո օգտվում եմ այն առիթից, որ տան անդամները ամեն մեկը իր հեռախոսը, գաչետը, խաղալիքը, ինչ-որ բան վերցրած, ամեն մեկը մի տեղ նստած են, որոշում եմ արագ-արագ պատրաստել օրվա ուտելիքը, քանի որ այսօր Վահանի հետ մենք պետք է գնանք լողի։ Մինչ գնանք եւ ետ վերադառնանք, արդեն բավականին ուշ կլինի, ինչպես նաեւ ես հոգնած եմ լինում, երբ չափազանց տհաճ է այդ հոգնած վիճակին շատ շտապ արագ-արագ ուտելիք պատրաստել։ Հետեւաբար դրա մասին հոգում եմ նախապես։ Ուտելիքը պատրաստում եմ կրկին Էմա տատիկի ցանկությամբ, նա ցանկացել էր բանջարեղեններով ամառային ճաշ։ Անդրանիկն էլ դեմ չեղավ, ի զարմանս ինձ, որ այս անգամվա ուտելիքը առանց միս ինչ-որ մի բան լինի, հետեւաբար ես շատ ուրախ անցա գործի։ Իդեպ, երբ ես ձեզ մի քանի րոպե առաջ ցույց տվեցի, թե ինչպես եմ գործածում իմ օդային տապակիչը, նույն ինքը ճարպաջարոց, չնայած ես թվում է իմ տարբերակը օդային տապակիչ ավելի համապատասխան է այդ սարքի գործունեությանը, այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ ես այդ ժամանակ երբ օգտագործում էի, պատկերացում անգամ չունեի, որ դա լինելու է իմ եւ իր վերջին հանդիպումը, որ ես այն օգտագործում վերջին անգամ։ Շատ լավ հիշում եմ, երբ ես նոր էի նվեր ստացել այդ օդային տապակիչը, գրել էին, որ այն ինչպես գնել եմ, այնպես էլ դնելու եմ պահարանում մնա։ Այն գրեթե պետք չի գալու, չի գործածվելու, քանի որ հարմարավետ չէ։ Ես էլ պատասխանել էի իմ հետևորդներին, որ ես այնքան շատ ու հաճախ եմ օգտագործում եւ այնքան բազմազան ուտելիքներ եմ պատրաստում օդային տապակիչով, որ մի օր այն պայթելու է։ Չեք հավատա, բայց բարիս ուղիղ իմաստով հենց այդպես էլ եղավ։ Մինչ ես մոնտաժ կանեի այս վլոգը եւ ձեզ համար կտեղադրեի YouTube-ում, իմ օդային տապակիչը իր հոգին ավանդեց։ Այն պարզապես միացված էր հոսանքից, սակայն աշխատանքի մեջ չէր գտնվում։ Հանկարծ պայթյունի
ձայն լսվեց, տեսա, որ տակից կրակ է դուրս գալիս։ Արագ հասցրեցի անջատել հոսանքը ու հասկացա, որ այն այլևս երբեք չի կարողանալու ինձ ուրախացնել իր համեղ ուտեստներով։ Բարեբախտաբար մենք տանն էինք, հակառակ դեպքում մեծ հրդեհ կբռնկվեր։ Այստեղ ձեզ ցույց եմ տալիս իմ նոր շորիկը, որ վերջերս էի պատվիրել Թեմուից, քանի որ այն դուք դեռ իմ վրա հագած չէիք տեսել։ Եվ այսպես Վահանի հետ ուղևորվում ենք դեպի Լողի։ Ճանապարհն իրականում շատ կարճ է, կարելի էր հանգիստ գնալ ոտքով, բայց Վահանը նախընտրեց ավտոբուսով, ես էլ չցանկացա իր կամքին դեմ գնալ։ Մինչ Վահանը զբաղված է իր սիրելի պարապմունքով Լողով, ես օգտվում եմ արդից, արագ դուրս եմ գալիս խանութ եւ կատարում եմ մի քանի տան համար անհրաժեշտ առօրյա գնումներ։ Ոնց հասկացաք իմ կատարած գնումներից, ոչ թե տան համար անհրաժեշտ, այլ ինձ անհրաժեշտ։ Վերադառնում եմ տուն, Wildberries-ից պատվերները հետս բերած։ Ուրախ բացում եմ առաջին իսկ պատվերը եւ շոկահարվում։ Բացում ու տեսնում եմ մարմնագույն, շատ գեղեցիկ, որակյալ բլուզ, որը սակայն ես չեմ պատվիրել, եւ այդ բլուզն առհասարակ առաջին անգամ էի տեսնում։ Բացում եմ հեռախոսս, տեսնում եմ, որ ես իսկապես նման պատվեր բացարձակ չունեմ, չէի կարող չհիշել, եթե նման պատվեր ունենայի։ Սակայն փոխարենը չկան այն խոհանոցային սրբիչները, որոնք ես պատվիրել էի, եւ ըստ հավելվածի ցույց էր տալիս, որ այն արդեն Wildberries-ի հանձնման կետում է, կարող եմ վերցնել։ Եվ հիմա իմ հեռախոսում ցույց է տալիս, որ այն իսկապես ես վերցրել եմ։ Զանգահարում եմ այն կետ, որտեղից վերցրել եմ, եւ ինձ ասում են, որ դա մեր մեղավորությունը չի, ձեր մեղավորությունը չի, սխալ տուփում են դրել դեռ Ռուսաստանից ուղարկելիս։ Ես էլ որոշեցի, որ այն կհագնեմ։ Եթե լինի իմ հագով, ապա կպահեմ ինձ։ Հաջորդ պատվերը այսպիսի փոքրիկ, խոնավ անձեռոցիկներ են։ Այսպիսի անձեռոցիկներ ես եւ Վահանը անչափ շատ ենք օգտագործում, այն շատ արագ է վերջանում ինձ մոտ։ Իսկ քանի որ իմ պայուսակները բոլորը շատ փոքրիկ են, ես շատ եմ սիրում այսպիսի փոքրիկ պրոդուկտներ։ Դա կլինի կոսմետիկ պարագաներ, թե այսպիսի խնամքի եւ հիգիենիկ պարագաներ։ Որակն ինձ անչափ դուր եկավ այն բացումը եւ կարծես թաց թաշկինակ լինի։ Տուփում ընդհանուր 8 հատ էր։ Պատվիրել եմ Վահանի համար ոչ այնքան շատ հաստ գլխարկ։ Ճիշտ է, դեռ հիմա այնքան էլ ցուրտ չէ գլխարկ կրելու համար, սակայն երբ Լողից դուրս ենք գալիս, չնայած այն բանի, որ վարսահարդարիչով չորացնում եմ Վահանի մազերը, այնուամենայնիվ եղանակը արդեն բավականին սառն է ու քամոտ, որպեսզի կարողանամ փակել Վահանի գլուխն ու ականջները, որակն ինձ անսահման դուր եկավ, դե տեսքն էլ ի սկզբանե նկարով արդեն դուր էր եկել։ Պատվիրել եմ նաև դեմքը լվանալու եւ մեյքափ նեղացնելու փրփուր։ Այն օրիգինալ պրոդուկտ է եւ հավանաբար հենց այդ պատճառով էլ այսքան շատ փաթեթավորել են իրեն։ Ուշադրություն տեսեք, 6 շերտ փաթեթավորել են։ 6 շերտ պետք է բացենք, որ վերջապես հասնենք ապրանքին։ Իսկ ահա բացելուց հետո ես պարզապես հիացած եմ եւ բույրը եւ մինչ այս տեսանյութը մոնտաժեի արդեն հասցրել եմ օգտագործել որակը եւ իհարկե արտաքին տեսքը իսկը ինձ սպասածն է, շատ լավն է և շատ հաճելի։ Պատվիրել եմ նաև ահա այսպիսի փոքրիկ չոր անձեռոցիկներ, որոնք նույն արագությամբ սպառվում են ինչպես թաց անձեռոցիկները։ Այս տուփում
10 հատ է, որակը հրաշալի։ Այս պատվերին շատ եմ սպասել։ Այն դիմափոշի է, ինձ գրավել է իր արտաքին տեսքը և պայուսակում դնելու հարմարավետությունը։ Այն կարող է ծառայել ինչպես հայլի, ինչպես էլ երբեմն դիմահարդարումը շտկելու և թարմացնելու միջոց։ Առաջին շերտում հայլին ու դիմափոշին են, ներքևի հատվածում փամփլիկ սփունգն է։ Չգիտեմ ինչ է մտքովս անցել, այսպիսի փոքրիկ մազափունջ եմ պատվիրել։ Այն նախատեսված է մազերը կարճ ժամանակահատվածում հավաքելու և փարթամ սանրվածք ստանալու համար։ Այն իմ մազերի գույնից մի փոքր տարբերվում է, բայց ոչ այնքան, որ հեռվից նկատելի լինի։ Սա կփորձարկենք և կհասկանանք գեղեցիկ է այն թե ոչ վերջում։ Մազափնջի հետ կա նաև այսպիսի մազակալ։ Պատվիրել եմ նաև սպասքը լվանալու համար սփունգ, շատ արագ եմ փոխում, հետևաբար միանգամից պատվիրել եմ 10 հատ, որ միառժամանակ դրա կարիքը չունենամ։ Խոհանոցային լիքը շատ պարագաներ էլի պատվիրել եմ, որոնք սակայն դեռ ուշանում են, չուզեցի այս վլոգը այդ պատվերների պատճառով ձգձգել։ Դրանք կնայենք հաջորդ վլոգում։ Իսկ ես շտապ եմ փորձելու իմ նոր բլուզը, եթե այն իմ հագով լինի, ապա կպահեմ։ Այն իսկը իմ հագով է, M չափսն է, որակը ինձ շատ դուր եկավ, բամբակյա, փափուկ, շատ գեղեցիկ, ինձ շատ սազում է, կարծում եմ կարող եք դուք ևս մեկնաբանություններով գրել։ Իսկ մինչ Վահանը գզում է անձեռոցիկները, եկեք փորձենք նաև մազափունջը, այն ահա այսպիսի գեղեցիկ տեսք ունի, կարծում եմ արժեր այն պատվիրել։ Իսկ հիմա գնանք ձեզ ցույց տամ, թե ինչ փոքրիկ պարագաներ եմ պահում իմ պայուսակի մեջ։ Կպատրաստենք, որպեսզի գնանք Երևան մոլ։ Այսպիսի փոքրիկ կոսմետիկ պայուսակի մեջ դնում եմ խոնավ անձեռոցիկ, չոր անձեռոցիկ, փոքրիկ ձեռքերի կրեմ, այս սեզոնին պարտադիր է, շուրթերի գլոս։ Առաջ օգտագործում էի այսպիսի հայելի, բայց քանի որ ես այժմ նոր հյուր ունեմ, ժամանակավորապես կփոխարինենք այս գեղեցկությամբ։ Պարտադիր մեկ մազակալ, հետևաբար սանր, փոքրիկ սրվակով այն օծանելիք, որը տվյալ օրը օգտագործել եմ։ Դե ինչ, ես և Վահանը ուղևորվում ենք Երևան մոլ, միգուցե ես ձեզ համար հիմա դաժան մայր թվամ, բայց այնուամենայնիվ կպատմեմ, քանի որ Վահանը նմանատիպ ժամանցային վայրերի պատճառով չէր ցանկանում գնալ իր դասերին, պարապմունքներին, հետագայում նաև մանկապարտեզ, այդ պատճառով 1 տարուց ավել Վահանը զրկված էր նման ժամանցային վայրերից։ Եթե գնում էինք, ապա մազերը կտրելու համար կամ ինչ-որ նմանատիպ անհրաժեշտության համար։ Այսօր առաջին անգամ հատուկ եկել ենք Երևան մոլ հենց Վահանին խաղալու, զբաղվելու, ժամանակն անցկացնելու նպատակով, քանի որ նա արդեն բավականին մեծ է եւ նման կապրիզներ այլևս չի անում, գիտի, որ ունի օրեր, որոնք տրամադրված են ամբողջությամբ իր հաճույքների համար եւ ունի օրեր, որոնց ընթացքում նա ունի պարտականություններ, գնալ պարապմունքների եւ այլն։ Դե ինչ թանկագիններս, Վահանն այստեղ շատ լավ ժամանակ անցկացրեց, ձեռք բերեց նոր ընկերներ, նա շատ ուրախ է, ես շատ ուրախ եմ, կարճ ասած մեր օրն ավարտվեց այստեղ։ Իսկ ձեզ շնորհակալություն եմ հայտնում այս վլոգը մինչև վերջ դիտելու համար։ Շնորհակալ եմ ձեր դերական մեկնաբանությունների համար։ Եղեք առողջ եւ երջանիկ, կհանդիպենք շատ շուտով հերթական առօրյա վլոգով։